որ գնում էինք դպրոց, բախում էինք ունենում, որովհետև իմ ընկերները ինձ վրացի ծաղում էին, ես ասում էի իսպիդակ, ես ասում էի թքալ գդալին։ Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ ես ծնվել էի այդ անեծքը տան ճակատից մաքրելու համար, ոչ ավել, ոչ պակաս։ Ես որ դպրոց գնացի, ինձ թվում էր ես ուրիշ աշխարհ եմ եկել, բոլորովին այդ բարձր Փարիզից էս կողմ, Փարիզից էս կողմ, լրիվ ուրիշ աշխարհ էր, իմ տատիկի աշխարհը։ Մղձավանջում անգամ դու չէիր կարող պատկերացնել, որ քեզ պարտադրում են ոչ միայն մոռանալ քո անձնական ընտանեկան անցյալը, այլև հավաքական անցյալը, ամբողջ ժողովրդի անցյալը, այդպիսի բան ո՞նց կարա լինի։ Ուրեմն դու եթե մոռանանք, մենք գոյություն չենք ունենա։ Ես խնդրում եմ ուղղակի, գործի իշխանության որևէ խոսք, որևէ փաստարկ, խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ, ամբողջ մարմինս փշա։ Ես սուտ լսել չեմ կարող։ Հայրեր, եթե չեք ուզում, որ ձեր տղաները նորից գնան պատերազմ, այս իշխանությունից պետք է ազատվել։ Իրականությունը էս, վերջ։ Ինչպես է եղել հնարավոր պահել քո տեսակը։ Որտեղ արդեն տեսել եմ, որ ինձ նեղում են, թողել դուրս եմ եկել, կամ վեճով, կամ առանց վեճի, հիմնականում վեճով։ Արմենը մեծ դերասան էր։ Ոնց կարա ինքը բերի կապի անկապելին, դա մենակ իրան էր։ Չոր համեմատությունն եմ հիշում, մեկ տակ դուշնա փրկում դեպրեսիայի ժամանակ, մեկ էլ Նոբելյան մրցանակը։ Ես որ չլսեցի իր ձայնը, մինչև այդ կարճալիքներով Երևանում չէր վերահեռարձակում, ես չէի լսել, ես նոր Մյունխեն եմ գնացել, ես փշաքաղվեցի։ Երևան, Չարենց Սայաթնովա փողոցների խաչմերուկ։ Այստեղ մեկ կադրում կարելի է տեսնել տարբեր ժամանակների Երևանը։ Չարենցով բաժանվող հին ու նոր այգեստանները, որտեղ նախորդ դարի կեսերին եկել, հաստատվել ու տնավորվել են Արևմտյան Հայաստանի բազմաթիվ եղեռնից մազապուրծ ընտանիքների շարավիղներ։ Ու չնայած շատերի սերունդներն արդեն այստեղ չեն, բայց նրանց ստեղծած երևանյան այս պատկերը պատմում է մի ամբողջ ժամանակաշրջանի ու մարդկային ճակատագրերի մասին։ Այստեղ իր պապական տանն է ապրում նաև բազմավաստակ լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։ Այստեղ էին ապրում ամուսնու, մեր օրերի լրագրության մեջ հնչեղանուն Արմեն Դուլյանի հետ։ Մեկ տարի այլևս Դուլյանը մեզ հետ չէ։ Ռուզան ջան, երբ փնտրում էի քո տունը, փնտրում էի այս նախշազարդերը պատշգամբի, որովհետև հիշեցի այն ակցիան, որ Արցախի դրոշի հետ էր կապված, դուք ձեռնարկեցիք Արմենի հետ, կպատմես մի փոքր դրա մասին։ Այս դրոշն էր, տղայիս, հիմա չեմ հիշում կազմակերպության անունը, տղաս այդ կազմակերպության հետ, երբ արդեն Արցախը ընկնում էր, կազմակերպեցին, որ երևանցիները իրենց տներից, հիմնարկներից, ուսումնական հաստատություններից դրոշը կախեն, մի դրոշ էլ մեզ բաժին հասավ, դեռ նոր էր, դրա համար այնտեղ երևում է, որ Արմենը շպիլկաներով, լվացքի այդ ամրակներով է դրոշը ամրացնում, հետո դրոշն արդեն իր տեղը այստեղ ստացավ, բայց ես հիշում եմ, ես եմ Արմենին նկարել և նկարելուց և հետո հիշում եմ իր հայացքը, ինքը այսպես վերև նայեց, երևի դուք էլ եք տեսել, շատ պտտվեց է, և Արմենը նայում էր երկինք, շատ խորհրդանշական էր, Երանի, ինչ որ Արմենը մտածում էր, ես համոզված եմ ինչ էր մտածում, Երանի կատարում։ Ընտրելով Հայաստանը պոդկասթի նպատակն է լսելի դարձնել իսկապես արժանիների խոսքը, ովքեր իրենց նեղ անձնական շահերից դուրս են մտածում։ Այդպիսին են Ռուզանն ու Արմենը, իրենց անցած ճանապարհով, լրագրողի առաքելությանը անդավաճան եւ իրենց տեսակով նշաձող սահմանող։ Սա այն աշխատանքային անկյունն է, որտեղ վերջին տարիներին աշխատում էր Արմեն Դուլյանը, ստեղծագործում էր, ինչպես Ռուզաննան է պատմում, մինչև լույս կարելի էր լսել նրա ստեղնաշարի կտկտոցը, իսկ թե ինչ գործեր էին ստեղծագործություններ էին ծնվում, մենք դա արդեն գիտենք եթերից։ Թույլ տվեք վերջում ուղղակի մի մեջ բերում այդ հրաշալի գրքից։ Ամեն ոք իրենից հետո պետք է ինչ-որ բան թողնի, զավակ կամ գիրք, նկար կամ տուն, կամ թեկուզ աղյուսաշեն մի պատ, իր կարած մի զույգ կոշիկ, իր ձեռքով տնկած այգի, ինչ-որ բան, որին երբևէ դիպել է ձեռքդ, եւ որտեղ հոգիդ
ապաստան կգտնի քո մահից հետո, երբ մարդիկ կնայեն քո աճեցրած ծառին կամ ծաղկին, այդ պահին դու ողջ կլինես նրանց մեջ։ Ոդեմ չէ։ Եվ ահա Հայաստանի ժուրնալիստների միությունը հիմնել է Արմեն Դուլյան մրցանակ, խրախուսելու համար բարձր պրոֆեսիոնալ լրագրությունը։ Առաջինը իմ մտքով չի, որ անցել է։ Տղայիս ու ավելի շուտ նաև TV5-ի Հարություն Հարությունյանն էր առաջարկել, հապ արեցի գաղափարը, տղաս էլ շատ ոգևորված էր եւ տեսնենք։ Պրոֆեսիոնալ լրագրողի հիմնական զենքը գրիչը ձեռքին արձանիկն է, երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանի աշխատանքը։ Այն արդեն մայիսին կգտնի արժանավորին։ Իդեպ Արմեն Դուլյանը կյանքում մասնագիտական որևէ մրցանակ չի ստացել, իդեպ գոռոզել չէր, ինքը երազում էր, ուզում էր ստանալ, շատ ասել, որ մեկը հա, եւ մի ընդամենը մրցանակ կես մասնագիտական, որովհետեւ մի ամսագիր էր հայտարարել, կոչվում է Տարվա հաղորդավար 2013 թվականին Luxury ամսագիրը տվեց եւ ավելի շատ ինտերնետով էր քվեարկությունը, դրա համար ինքը մասնագիտական չէր համարում եւ որպես լրագրող մեկ էլ սա է ստացել, մի քիչ զարմանալի է, չէ՞, այդ վաստակի դիմաց, սա էլ ազատությունից երբ դուրս եկալ Արմենը իր 14 տարվա աշխատանքի ընդամենը սուվենիր։ Սա պարտադիր դիտելու շարքից է, որովհետև սպասվում է անկեղծ զրույց լրագրության, լրագրողի առաքելության մասին։ Մի մասնագիտության, որը շատ ու շատ այլ բաների հետ մեր ժամանակներում մի փոքր հեղինակազրկվել է։ Բայց եւ այնպես մեր կողքին ապրում են էությամբ, կոչումով լրագրողներ, ովքեր ոչ միայն մեր ժամանակների փաստավավերագրողներն են, այլև իրենց հարցադրումներով, կարծիքներով, վերլուծություններով իսկապես չորրորդ իշխանություն են հանդիսանում։ Ռոզան ջան, շնորհակալ եմ, որ քեզ համար ոչ այնքան հեշտ այս շրջանում համաձայնեցիր ու հյուրընկալեցիր մեզ քո տանը եւ համաձայնեցիր հարցազրույցի։ Եթե նկատի ունեք վիրահատությունս, ծանր վիրահատությունը հերթական, դա այդքան ինձ համար ոչ այդքան հեշտ շրջան չի, որքան հիմա այն շրջանը, որ ապրում է մեր ժողովուրդը, մեր հատկապես Հայաստանի հասարակությունը եւ ինչու՞ չէ ամբողջ աշխարհի, որովհետեւ արդեն ես տեսնում եմ, որ աշխարհի հայությունն էլ հատկապես եկեղեցու դեմ հալածանքների հետ կապված աշխարհի հայությունն էլ շատ ծանր կացության մեջ։ Այո, բոլորս ենք հոգեբանորեն այս վիճակում եւ բոլորս չէ, մտածող մարդիկ հավանաբար, որոնք քիչ չեն եւ հատկապես այս իրավիճակում կարծում եմ այնպիսի մարդիկ, ինչպիսին դու ես, պիտի խոսեն ու պիտի խոսեն ավելի շատ։ Դե ես խոսում եմ, որքան կարողանում եմ գրել, տեսողությունս էլ շատ լավ չի, շատ լավ չեմ կարողանում գրել, բայց գրում եմ։ Նորից տանը անդրադառնամ, որովհետև ինքը իրենով կարծես պատմություն լինի, հենց այս միջավայրը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Սա հենց այն տունն է, որը նկարագրել ես Թաց քաղաք քո վիպակում։ Այո, իմ առաջին ու վերջին 97-ին կարծեմ հրապարակված վիպակում, ուրիշ տուն ես չեմ ունեցել փաստորեն, ապրել եմ շատ տարբեր տեղերում, տարբեր քաղաքներում, երկարատև մշտական բնակչի նման, բայց այս տանը ես ծնվել եմ, ինձանից մեծ թոռներ էլ ունեն տատս ու պապս, բայց այնպես է ստացվել, որ առաջին երեխան եմ այս տան ծնված ու այնպես է ստացվել, որ բոլորը այստեղ չեն, մենակ ես եմ մնացել, ես եմ այստեղ ապրում եւ 60 տարուց ավելի փաստորեն ես այս տանը ապրում եմ, լուռ վկան եմ այս տան պատմության, տան ոգիի հետ, ես համոզված եմ, որ տան ոգի կա այստեղ ու ինձ շատ է սիրում, չի թողնում մեռնեմ։ Մի հետաքրքիր բան կա, քո վիպակից առանձնացրեցի, մի կտոր, ես մեծացա Չարենցի փողոցի ոլորապտույտ թաղերում բոլորի նախանձի առարկա այս տանը, որը մայրս ասում է անիծված է, ու չգիտես ինչու ինձ թվում էր, որ ես ծնվել էի այդ անեծքը տան ճակատից մաքրելու համար, ոչ ավել, ոչ պակաս։ Եթե հարց ունես այդ կտորից, ես պատասխաններ չունեմ։ Ուղղակի այդ զգացողություններից հետ կապված ես ամբողջ կյանքում մտածում եմ, բայց պատասխաններ չունեմ ու դա այն հարցերից է, որ ես դրա պատասխանը չունեմ ու իրոք հեշտ չի եղել այս տան ապրողների համար, միշտ ինչ-որ բան, դժվարություն եղել է, հայրս
երկրորդ հարկում ապրում, պապիկիցս հետո հայրս շարունակել է տունը կառուցել, այստեղ բազալտից մեծ ժայռ ա եղել, փորելով, ջրերը գալով, լցվելով, որ պատմում են պապաս ոնց էր անում, ու շատ փոքր հասակից ա սկսել կառուցել, ու հեշտ չի եղել հենց նաև հորս համար այս տանը ապրելը։ Բայց ասենք կտորնա, որ Արևմտյան Հայաստանից գաղթած այդ փոքրիկ մի պատառիկ հաստատվել է հայրենիքում։ Միայն տունը չէ, ամբողջ այս թաղամասի այս հատվածը ես մեծացել եմ արևմտահայերենի հնչյունների ներքո։ Տատիկս կեսարացի էր, Կեսարիայում ավելի շատ թրքախոս են եղել, հարուստ բուրժուական ընտանիքներ են եղել, բայց թրքախոս ու այստեղ է հայերեն սովորել։ Տատիկս խոսում էր արևելահայերեն, բայց հնչյունաբանությունը արևմտահայերեն, ոնց որ բոլորի, ու մենք որ գնում էինք դպրոց, բախում էինք ունենում, որովհետև իմ ընկերները ինձ վրացի ծաղում էին, ես ասում էի իսպիդակ, ես ասում էի թքալ գդալին, իսպիտակը հաստացակ, իհարկե, ձայնավորներն են մնացել էր թուրքերենի այդ ազդեցությունը, դե արևմտահայերենի վրա էլ 500 տարի շարունակ եղել է այդ ազդեցությունը, արևմտահայերենի շատ հնչյունական արտահայտություններ թուրքերենի ազդեցությունը կրել են այնուամենայնիվ ուզենք թե չուզենք, այստեղ ապրում էին հայրենադարձներ, դա ես որ գնացի դպրոց, ես կարծես թե ապրել եմ շատ բարձր Պարիսպից այս կողմ, ինձ տատիկս ա մեծացրել, մամաս շուտ ա գնացել, եղբորս վերցրել գնացել ա, տատիկս լրիվ ուրիշ աշխարհում եմ ես մեծացել։ Այն ժամանակ, որ եկեղեցի չգիտեին ինչա, տատիկս ամեն կիրակի ինձ այսքան երեխա եկեղեցի էր տամ։ Իմ սովորած առաջին ոտանավորներից մեկը հայր մերն ա եղել։ Ես երբ ես ուզում էի երգեի, ես երգում էի ոնց որ երգումը պատարագի ժամանակ, պատարագիչը։ Ես նույնիսկ հիշում եմ, մենք երեխեքով աստիճանների ներքևից նայում էինք, դե կա այդպիսի վատ սովորություններ, ուղղություն իհարկե տատիկների տրուսիկներին եւ ես մինչեւ հիմա հիշում եմ, ինձ հետաքրքիր էր, որտեվ տատիկներինը երբեք չես տեսնում, ոնց որ ուզում ես իմանալ ուսուցիչը զուգարան այն ժամանակ գնում է թե չէ, հիմա հետ տատիկների ու ես մինչեւ հիմա հիշում եմ, ունեինք, դե գնացին, բոլորը մեծ մասը գնացին Արտեմիսի տատիկը Այն ժամանակ ինքը երևի, երբ ես այսքան է ինքը 80-90 տարեկան եւ ես մինչեւ հիմա հիշում եմ սպիտակ ժանյակագործ ձեռքի ասեղնագործ երկար դրանին չեն ասում, վարտիք էլ չեն ասում, պանտալոն էլ չեն ասում, այդ ինչ գեղեցկություն էր, ծայրից մինչեւ ոտքերի այս բանի սրունքների կեսը հասնում էր սպիտակ ու ժանեկագործ Ես այն շշմած նայում էի, ինքը սպիտակ մազերով կին էր, միշտ ինչ-որ սենց մեծ խաչ կար, չգիտեմ ինչի, ու չեմ էլ հարցրել ոչ մեկի, ու այդ կոլորիտով ենք մեծացել, բոլորը, այսպես, այնպես, ամբողջ արևմտյան, արևմտահայկական սովորություններով, ղադայիֆով, փախլավայով, այն հիմա սիրիական մակարոնի նման ամեն նոր տարու Վարդաշենից այնտեղ սարքող կար, թեկուզ սովետի ժամանակ գնում էին, բերում էին, սարքում էին, տանը բաստուրմասու ջուխ էին սարքում, ինչը մամաս Արցախցի է, հենց դրանից են բաժանվել, 4 տարի են դիմացել, մշակույթները այն ժամանակ չափից շատ տարբեր է եղել։ Մամաս որ գնացել է իր մամային բողոքել, ասել է իրանք հումմիս են ուտում։ Այդ բաստուրման ուսուցիչն է, ու շատ տարիներ հետո մամաս ինքն էր սարքում, ասում է ես ոնց հասկանանք հիմա, այն ժամանակ հա մշակույթները շատ տարբեր էին ու ես որ դպրոց գնացի, ինձ թվում է ես ուրիշ աշխարհ եմ եկել, բոլորովին այդ բարձր Պարիսպից այս կողմ, լրիվ ուրիշ աշխարհ էր, իմ տատիկի աշխարհը, իմ հեքիաթը, որովհետև իրոք հեքիաթ էր, դրսում ձեռ էին առնում, բայց հետո տարիների հետ հասկանում ես, որ այդ հեքիաթն է, որը քեզ դարձնում է այնպեսի, ինձ միշտ ասում էին, դու ոնց որ ինչու ուրիշ տեղից եկած լինես, ուրիշ աշխարհից, տատիկիս դաստիարակություններ, իրանք պապայիս հետ կարող էին
գիշերը լուսացնել, ես հանդեսի պիտի գնամ, բոլորը ջարդում էին խաղալիքները, պլպլան, ես դա էի ուզում, որովհետև դու երբ փոքր ես, ուզում ես բոլորին նմանվես, բայց իրանք ձեռքով կտորի վրա ասեղնագործել էին ուլունքներով, թագ էին սարքել եւ ես առավոտյան լաց եղա, ասեցի, ես ինչ եք սարքել, ես այն պլպլանից եմ ուզում, ու հիմա ես որ հիշում եմ ինչ գեղեցկություն էին սարքել, ամբողջ գիշեր պապաս ու տատիկս նստել ուլունքներ էին թելու ասեղով, ուլունքներ էին նախշազարդել այդ թագի վրա։ Ֆիլմը հիշեցի Ազնավուրի, Մայրիկ ֆիլմի մասին եմ ասում, Վերնոյի։ Դա էի ուզում ասել, Անդրի Վերնոյի։ Ես երբ նայում եմ, ես հատուկ գիրքը գտա, որ ամբողջական կարդամ։ Ինձ մոտ նենց տպավորություն է, որ Վերնոյը կամ մենք իրոք ազգակցական կապ ունենք, կամ բոլոր արևմտահայեր իրար նման են, որովհետև ես տեսնում եմ իմ տատիկին ու իմ հորաքույրներին այդ իր մորաքրոջ Գայանեի հետ նույն սովորությունները, այդ փախլավան, որ պատմեցիր, դա եկավ աչքիս առաջ ուղղակի ամեն ինչ, այդ կարել ձևելը, տեսնել միտեղ, նրանք տեսնում են վերնաշապիկ են կար, մերոնք էլ մի բան տեսնեին, գային ձևեին, բայց մենք շատ ինձ թվում ծանրացանք անցյալի վրա։ Բայց ինձ թվում այնքան սիրուն բան կա այս ամեն ինչի մեջ, ու այնքան մեր իրականության մեջ հենց սրա պակասը կա, որովհետև մենք էլ մեր արմատները անընդհատ այ հիմա ավելի շատ ճանաչելու, լավ ճանաչելու խնդիր ունենք, որովհետև մենք մեզ կորցրել ենք մի տեսակ։ Դենց որ շատ չի կարծում եմ։ Ոչ միայն մենք ունենք այդ խնդիրը, մեզ պարտադրում են այդ խնդիրը։ Մեզ այդպիսի իշխանություն աշխարհում երևի չկա։ Մենք էլ մղձավանջում անգամ դու չէիր կարող պատկերացնել, որ քեզ պարտադրում են ոչ միայն մոռանալ քո անձնական ընտանեկան անցյալը, այլև հավաքական անցյալը, ամբողջ ժողովրդի անցյալը, այդպիսի բան ո՞նց կարա լինի։ Ուրեմն դու եթե մոռանանք, մենք գոյություն չենք ունենա։ Մնում է մի հատ հայոց լեզու, եթե մենք մեր անցյալը մոռանանք, հայոց լեզվով չենք խոսելու։ Հեսա գալիս են։ Հիմա Արևմտյան Հայաստանում լիքը հայեր թուրքերեն են խոսում, տատիկս Կեսարիայում թուրքերեն է խոսել, սկիչի էլ իմացել հայերեն կա, եկել այստեղ նոր անու բն սկսել է հազիվ իր անունը ազնիվ գրել հայերեն, գրել այդպես էլ չի սովորել, բայց խոսել է այստեղ, մենք շուտով թուրքերեն ենք խոսելու։ Ես ձեզ ասում եմ, եթե այսպես շարունակվի, եթե մնա իշխանության այս ազգադավ հայացքների տեր ուժը, մենք շուտով թուրքերեն ենք խոսելու, հնարավոր չի։ Մենք հիմա կամաց մոռանում ենք մերը ու շուտով ընդունելու ենք ուրիշինը։ Մեզ պարտադրելու են նաև։ Ես տեսնում եմ, մարդկանց եմ տեսնում, որոնք այն դաշտում էին, եկել են, ստեղ են եկել ու պուրծք են ծեծում, որովհետև արդեն զոհասեղանին մեր ինքնությունն է դրած։ Մեր հայ լինելու, հայրենիք ունենալու, եկեղեցի ունենալու, արժեքներ ունենալու հարցն է դրված։ Ու եթե այն նյութապաշտները, այն պաշտոնապաշտները, պարգևավճարապաշտները կարծում են, թե իրանք վաղ այդ նույն աշխատանքը, նույն պարգևավճարը, նույն կոմֆորտ կյանքը ունենալու են, շատ սխալվում են։ Եկան թուրքերը, վերջ, դու նույնիսկ աշխատանք չես ունենալու։ Հիշեք, մինչև վերջին տասնամյակները Ադրբեջանում ինչ էր կատարում, հայերին պաշտոն անգամ չէին տալիս։ Թուրքիայում, ես հիմա Facebook-ում ինչ-որ դնողներ կան, պատմություններ, թե ինչ հայերը իրանց ձեռքն է եղել, մեկի ձեռքը ինչ-որ նավթի գործը, մեկի ձեռքը էս են, կամ փախել են Թուրքիայից, գնացել են ուրիշ երկրներում են իրանց բիզնեսը, իսկ որ ավելի հաճախադեպ է, իրանցից խլել են, իրանց սպանել են, իրանց ու այդ իրանց ծաղկացրած բիզնեսը վերցրել են իրանց, նույնը Բաքվում է եղել, ես ուրիշ երկրների մասին չեմ ասում, որովհետև հայի բախտ է, գնում են ուրիշ քաղաքները կառուցում են, շենացնում են, հետո իրանց թողներվի տշում են, ասում են գնացեք, ուր ուզում եք, հիմա այս վերջին հողն է մնացել, այս էլ որ ստեղից էլ մեզ տշեն, ինչ ենք անելու։ Ես պատերազմի ժամանակ երևի առաջին անգամ լուրջ մաշկիս վրա վախ ունեցա, վախ զգացի, որ բավոր էս մի կտոր հայրենիքը չլինի։ Դրանց առաջ եղավ Սիրիայի դեպքերը եկան սիրիահայերը, հետո արցախցիները եկան, ասում են ինչ լավ է, այս մի կտոր հողը մենք ունենք, որ մենք տեղ ունենք գնալու, որ եւ նաեւ նրա համար ով արտասահմանում ապրում, ասում է այս հայեմ գիտի որ հայրենիք ունի ցույց տալու։
Ես առաջին անգամ լուրջ եմ ասում զգացի այդ վախը, որ մենք կարող է չունենանք։ Բնականաբար եւ չեն մնա Սփյուռքում հայեր։ Ինչն է Սփյուռքահայությանը պահել։ Հայաստանը եւ հայ եկեղեցին։ Այդ երկուսը չեղան, առանց այդ էլ ուծացվում են։ Մեզ չխափենք։ Մի քանի սերունդ հետո իրանք բոլորը դառնալու են նույնը, ինչ որ ցեղասպանության սերունդները դարձան։ Մեկը ինչ որ հիշում է իր հայկականությունը, վերադառնում է արմատներին, գալիս է Հայաստան։ Մյուսը ընդհանրապես բացարձակ մենակ աղոտ հիշում է, որ իր ինչ որ նախնին հարգանքով թեկուս հիշում է, բայց ինքը արդեն ընդեղի մշակույթի կրող է։ Մեզ պետք է հայություն, մեզ պետք է հայկականության զգացողություն ունենա մարդը։ Առանց այդ էլ քիչ ենք։ Դե գործող իշխանությունը ասում է, որ խաղաղություն ունենալու համար սա կարծես թե միակ ձևն է խաղաղությունը ստանալու համար։ Հարևանների հետ ես խնդրում եմ ուղղակի գործող իշխանության որևէ խոսք, որևէ փաստարկ, խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ, ամբողջ մարմինս ես սուտ լսել չեմ կարող։ Իրանք վախենում են, որ իրանց երեխեքին տանելու են պատերազմ եւ այլն, ու իրանք շատ լավ այդ այն որ մի հատ ունեին, մի падգամավոր ունեին գնաց Լենա Նազարյան, որ ասում էր ում տղան պիտի գնա, իրանք շատ լավ գիտեն, իրանք աշխատում են, իրանց հետ աշխատող կա եւ ոչ Հայաստանից, ես լրիվ հասկանում եմ, ես գիտեմ այդ քամիները որտեղից են գալիս, որովհետեւ այդ կաղապարները ես միջազգային շատ տեղերում տեսել եմ, իրանք շատ լավ, որ ասում է, բա ում տղան պիտի գնա կռվի, դա մենակ հերիքա, որ տանը նստած որոշ տնային տնտեսուհիներ, ոյ, բա, խաղաղություն են ասում, ներողություն, իսկ իմ ու քո տղան ինչի են գնացել պատերազմ, իմ ու քո տղաները ինչի են գնացել, ու մենք էլի ձեր խաղաղությանը չենք հավատում, մի քիչ պիտի ուղեղով մտածել, եթե չես ուզում տղադ գնա պատերազմ, այս խաղաղությունը դրա մասին չի, այսքանը ասեցի չեմ պատասխանելու իրանց փաստարկներին, ասեմ մայրեր, որ կամերային նայեմ ու ասեմ, մայրեր, եթե չեք ուզում, որ ձեր տղաները նորից գնան պատերազմ, այս իշխանությունից պետք է ազատվել։ Իրականությունը էս, վերջ, երբ մենք ուժեղ բանակ ունեինք խաղաղություններ, երբ մենք հավաքական էինք խաղաղություններ, երբ մենք այս կողմ այն կողմ չէինք անում, այսօր էս չէինք ասում, վաղ են չէինք ասում, տերեր չէինք փոխում, հա տեր ունենք, ինչ անենք, փոքր ժողովուրդ ենք, չենք կարող, մեզ զենք տվող ունեինք, մեր սահմանը պաշտպանող ունեինք, երբ մենք արդեն այսպես ենք, այսպես ենք անում, այդ խաղաղությունը հակառակը պատերազմ են բերում։ Ցավոք սրտի։ Այնքան դժվար է այս ով ամենը պաշտպանելու ես չգիտեմ։ Մենք մեզ մինչև չպաշտպանենք, որևէ մեկը մեզ չի պաշտպանել։ Հենց դա նկատի ունեմ։ Եթե նա ասում է իմ տղան չգնա, նա ասում է իմ տղան չգնա։ Դարձավ Համուսահյանի ասածը, որ հայրենիք են դնում անունը, երկիրը, հենց որ պատերազմա լինում, անունը դնում են հայրենիք, տալիս են ժողովրդին, հիմա մեր ժողովրդի մի մասն է ժողովուրդ, այդ որ հայրենիք են դնում անունը, էլի պիտի ասեն, հա դուք եք հայրենիք, մենք հայրենիք չունենք, դե գնացեք, պաշտպանեք, հուսանք, որ չի լինի այդպես։ Այս իրականում ծանր քաոտիկ շրջանում ինչն է քեզ լույս տալիս ոգեշնչում, ինչի մեջ ես գտնում այդ լույսը, որի հետևից կարելի է գնալ։ Իմ նման մտածող մարդկանց չեմ թաքցնի նաև անձնական, թորնիկս, իմ երեխեքը, որ չդարձան նյութապաշտներ, սպառողներ, երբեմն իրենք ինձ մեղադրում են, որ ես իրենց միամիտ եմ դաստիարակել, միամիտ եմ մեծացրել, բայց իրանք հոգու խորքում շատ լավ գիտեն, որ ունեն կուռ արժեքային համակարգ, իմ ընկերները, որոնք ինձպես են մտածում, մերձավորներս, որ ասեմ հույսը, չեմ խափի, հույս չունեմ։ Շատ ճիշտ է, ես ուրիշներին հույս եմ տալիս, ասում եմ, որ լինելու է, լավ է լինելու, բայց երբ տեսնում եմ, թե ինչքան ենք իջել, ինչքան ենք արժանապատվությունը կորցրել, բայց մեկ էլ մտածում եմ, այդ հայի վերջին խելք ասած է, երևի
սուտ բան չի։ Աշխատի, վերջում գոնե։ Կարող է գոնե վերջում լավ Աստված այսքան բերել, հասցրել է, ասենց հազարամյակներով այս ժողովրդին։ Հոսենց չեք վերանալու գնանք, չէ՞։ Ճիշտ է, վերացել են էլի ազգեր, բայց Բայց ոչ այս շրջանում, չէ՞։ Քաղաքակրթության այս շրջանում։ Երևի հայ վերջին խելքը կաշխատի, հուսանք։ Շատ դժվար է այս ծանր թեմայից հետո վերադառնալ մեր բուն զրույցին, բայց այնուամենայնիվ փորձենք, Ռուզան ջան։ Էլի հետ գնամ գրքից կամ այս գրքում կարմիր բերետով աղջնակ է իր ներկայանում։ Վայ, այդ կարմիր բերետով նկար ունեմ։ Ես կտամ, հանել եմ։ Ափսոս շարք էր, մեկը ընտրեցի մենակ այդ շարքից։ Ինչ էր երազում այդ կարմիր բերետով աղջնակը, ժուրնալիստ դառնալ երազում էր, թե այլ երազանքներ կային, ինչպես ընտրեցիք այս ճանապարհը։ Մյուսների նման առաջինից մինչև 7-րդ դասարան մի հատ տրաֆարետային բան ունեինք, շատ էին տալիս, ինչ եմ պատրաստվում դառնալ շարադրություն իմ երազանքը, սկսվում էր ես երազում եմ դառնալ ուսուցչուհի, դաս տալ հարյուրավոր աշակերտների։ Լրագրող չէ, ուշ եմ սկսել մտածել լրագրող դառնալու մասին, բայց դպրոցական տարիներից արդեն Պիոներ կանչ թերթում տպագրվել եմ, այնտեղ շավիղ մանկապատանեկան ակումբ կար, այնտեղ Սերգեյ Հարությունյանը մեր մեծ ուսուցիչը, շատ լրագրողների, Աննա Իսրայելյանի նաև ուսուցիչն է։ Մինչև հիմա ոնց որ մեր հոգևոր հայրը լինի, շատ մտերիմ ենք, ճիշտ է, ամեն մեկս արդեն մեր առողջական խնդիրներով, բայց իրար շատ սիրում ենք այդ հոգեկան կապը կա։ Փոքր այդ բերետով, կարմիր բերետով աղջիկը երազում էր, որ աղբերիկը գա իր հետ ապրի, եղբայր ունեմ, որը մամայիս հետ էր, եւ շատ մարդկային, աղջկական երազանքներ ունեի, կարող է ինչ-որ արքայազնի մասին նաև երազեի, նյութական շատ բաներ չեմ երազել, հայրս արհեստավոր էր, շատ ունևոր էինք, լավ էր, այսքան աղքատ չէինք, չէ, ես էլ վատ չեմ վաստակել ազատությունում, բայց բան էի, հոգևոր, սեր, եղբայր, դե մենակ էի մեծանում, թաղի երեխեքին միշտ չի, որ թողնում էին հետս խաղան, չգիտեմ ինչի, չգիտեմ, շատ երկար ժամանակ խռով էին, բոլորը հետս խռովել էին, ինչա մի անգամ ասել էի, ես մեր դասարանի Անդրանիկին եմ սիրում, ժողով էին արել, ինձ էլ կանչեցին, վախեցա գնամ ու ասեցին, թե ես բան եմ, փչացած եմ, երկրորդ երրորդ դասարան, որ իմ վատ ազդեցությունը խուսափելու համար իմ հետ պետք է ընկերություն չանեն, մի հատ ուրիշ ընկերուհի ունեմ, ինքը սա խաբար տվեց, էլի թաղից, բայց ինչն է հետաքրքիր, բարձր դասարաններում այդ բոլոր երեխեքը մամաները, մենք ոնց ենք քեզանով հիանում, ոնց ենք որպես կանոն այդպես արդեն դարձել էի գերազանցիկ, իրանց համար բաներն էի դպրոցական իրանց աղջիկներին ֆարտուկներ էի կարում, տատիկս կարել էր սովորացրել, կարել գործել, արդեն լավն էի, իհարկե հիմա որ լսեն կնեղանան, բայց դե հաշտվեցինք ու ավելի լավ էինք ընկերություն անում, քան փոքր ժամանակ։ Ռուզան, իսկ ոնց հայտնվեցիր Գարունում, իմ պատկերացմամբ Գարունը այն ժամանակվա ամենայն, չէ, հեղինակավոր երևի Գարուն ամսագիրը 90,000 տպականակ ուներ։ Այդ իմ շնորհքը չէր, Մերուժան Տեր-Բուլանյանի երևի մի քիչ գուցե թողնված էր բացխոսություն կամ իրենք համարձակ էին։ Սովետի ժամանակ ավելի համարձակ էր մտավորականությունը, կար մտավորականություն, հատկապես գրողները, բանասերները, քան հիմա շատ լրագրողներ, բանասերներ, գրողներ, սովորաբար ջահակիրը այլախոհության, ազատամտության, այլախոհություն չասեմ, բանասիրականն է եղել, հիմա ես չգիտեմ բանասիրականատների վրա քանի հոգու կհաշվես, որ համարձակ են, Գարունում ես ընտրեցի Գարունը, որովհետև այդ ժամանակ հայտնվել Գարունի նման ես շատ էի ուզում Գարունում աշխատել, որովհետև իրանք առաջ ջահակիրն էին էլի, Ղարաբաղյան շարժման, եթե կհիշես,
Արտակը Բաղդասարյան ու Գրիգորը Խաչատրյան ձևավորողները շարք էին անում։ Եթե ուրիշ մեկն էլ կար հեղինակ, ես իրանց երկուսին գիտեմ, լուսահոգի Արտակը հիմա չկա, Կարմիր կովը կաշին չի փոխի, Սովետի Կրեմլի մի խոսքով Ղարաբաղյան շարժում է, մատը, չգիտեմ, այդ մեկը ես առանձնացրել եմ, չէ երևի, որ Այսինքն այդ առաջին գրական դրսևորումները Գարունում էր։ Հա, ես նախանձում էի, որ Գարունում սենց ազատ բաներ են գրում եւ այլն, երբ երեխաներս մի քիչ մեծացան, որովհետեւ առաջինս ուսանող ժամանակ ծնվեց, երկրորդը պետական քննությունների ժամանակ արդեն պիտի երկրորդը ունենայի, մի քիչ հենց մեծացան, ինձ գցեցի Գարուն, այն ժամանակ Մերուժան Տեր-Գուլանյանը արդեն պատգամավոր էր, չէր գալիս, երևի Լևոն Անանյանի հետ եմ խոսել, ու ասեցի ուզում եմ ձեզ մոտ աշխատել բան, ասեց դե բաներ գրի, ու սկսեցի գրել, մի անգամ իմացա, որ Ռաֆայել Իշխանյանի հարցն եմ, ասեց բա ինչի չէիր ասում, դե ասեցի չգիտեմ, բայց նշանակություն չունեցավ, որտեվ ճիշտ է, շատ հարգում էին, շատ, այդ ժամանակ Վազգեն Մանուկյանն էլ վարչապետ էր, նշանակություն չունեցավ ինչի եմ ասում, որտեվ ես և մի ուրիշ աղջիկ էլ կար, էլի ինքն էլ էր Մոսկվայում ավարտել, միասին երկուսս էլ արտահասթիկային աշխատում էին գրում ենք, երկուսիս էլ միանգամից տվեցին, տեղ էր բացվել, նենց որ նենց չէր էլի, բայց բանի, ես գրքում գրել եմ, որ քանի որ վարչապետ էր Վազգենը, Մերուժը ինձ հաստիքավորեց, գրքից հետո Մերուժան Տեր-Գուլանյանին տեսա, շատ նեղացած չէր, բայց նեղացած էր, հասկացրեց, որ լավ դու էլ ունես ինչ-որ արժանիք, ես դրա համար չեմ քեզ հաստիքավորել հիմա, ես հիմա իրան շատ եմ հարվում, իր հենց կեցվածքի համար և եթե առիթնա ներողություն եմ խնդրում, եթե նեղացրել եմ, ճիշտ է, կողև ճշմարտությունն եմ գրել, պարոն Տեր-Գուլանյան մի նեղացեք, բայց ներողություն։ Իսկ դրանից հետո շատ հարուստ հետագիծ ունես աշխատանքային ռադիո, հեռուստատեսություններ, տպագիր մամուլ, ընդ որում կան որոշ լրատվամիջոցներ, որ գոնե մեր պատկերացումներում ընդգծված ուղղվածություն ունեն։ Դա ուզում եմ հասկանալ լրագրողը, ով աշխատում է այդ տարբեր լրատվամիջոցներում, ինչպես է եղել հնարավոր պահել քո տեսակը։ Չի եղել վտանգ, որ ոնց որ քո տեսակին կդավաճանես, եթե այս կամ այն նյութը պատրաստես, չգիտեմ, չի եղել նման բան։ Չի եղել, ուրեմն ազատությունը, ես այս հարցին կուզեմ մի քիչ երկար անդրադառնամ։ Ազատությունը Արմեն Դուլյանն էր ասում, ես ինչ բան է, չէ, թողնում են ազատ աշխատես, ցենզուրա չկար, մեր նյութերը եթերում էին լսում։ Չի եղել ցենզուրա։ Հետո սկսեցին կարդալ, բայց հավեսը չունեին կարդալու։ Դա որ թվականներին։ 95-ին եմ ես գնացել ազատություն և Արմեն Դուլյանը ասում էր, համ այսքան ազատություն են տալիս, մեր սկզբունքներով աշխատել, համ էլ լիքը փող են տալիս, այդ արդեն Պրագայում էինք, շատ լավ էին վարձատրում։ Այդ ժամանակների ազատությունը շատ անկողմնակալ, իրոք մենք ճիշտ է, արդեն ձևավորված համարյա լրագրողներ էինք, հասկանում էինք ազատ խոսքի արժեքը, բայց շատ բաներ պրոֆեսիոնալ, ռադիոյի հետ կապված նաև բառապաշարը հնարելով, այս եթերի բառապաշարը ռադիոյի որ կա չկար են ժամանակ, հնարում էինք, եթերում է, եսի ինչ է, տենց բառեր չկային, լիքը լրահոս բառը ես եմ հնարել, ոչ ոք չի հիմա, մի խոսքով, բայց թեման ուրիշ էր չեմ ուզում, սենց թեթևացնեմ, մանրացնեմ, բառերը թեթև չեն, բայց թեթև բան չեն, պրոֆեսիոնալիզմի մասին։ Եվ շատ անկողմնակալ էր, ես հիմա եմ մտածում, որ դրանով շատ նվիրված էինք մենք մեր աշխատանքին, դրանով փաստորեն իրանք շատ խորամանկ բան արեցին, մեծ լսարան հավաքեցին։ Ազատության ռեյտինգը հեռուստատեսային ռեյտինգից, հայկական ծառայության, ռուսականը չէ, հայկական ծառայության ռեյտինգը հեռուստատեսային ռեյտինգից բարձր էր ու դա շատ զարմանալի էր,
Հետո եկան արդեն ուրիշ ժամանակներ, որը շատ լավ գիտեք, ես չեմ ուզում, այնտեղ մի քանի հոգի ընկերներ ունեմ, չեմ ուզում առանց էլ տղա սաղուրը իրանց սխալները բռնում գրում է, ես չեմ ուզում, ես բոլորը տեսնում եք ինչ դարձավ, հիմա փորձում են նորից դզվել, չգիտեմ կվերականգնեն թե չէ։ Դուք այնտեղ երկիր մեդիայի մասին եք գրել այն օրը, որ ասում էիք, ինչքան էլ պարադոքսալ լինի, մի անգամ ես ու Աննան Իսրայելյան եթերում Գեղամին Մանուկյան լավ խեղճացրեցինք անախրոնիզմը, կուսակցական մամուլը եւ այլն, Ալվարդ Պետրոսյանը հետո նայել էր, ասեց, երկու բաներով վրա եք տվել խեղճ տղային, բայց Գեղամի ասած այն ժամանակ ես չընկալեցի, ընկալեցի այն ժամանակ, երբ աշխատում էի Երկիր մեդիայում։ Գեղամը ասեց, գիտեք ինչ կա, հիմա կա ինչ որ մեկը, որը որևէ ձեր ասած տերմինով ուղղվածություն չունի։ Ավելի լավ չի, որ բոլորը գիտեն դաշնակցության լրատվամիջոցն է, իսկ մյուսներինը գիտի ժողովուրդը ումն է, հա, մի քանի լրագրող ասեն գիտի, ժողովուրդը գիտի, բայց դա խաբել չի։ Երբ ես Երկիր մեդիայում աշխատում էի, հասկացա, նախ իրանք ՀՄԷԿ-ից ավելի ազատ էին, կենտրոնից էլ ավելի ազատ եւ դաշնակցական ռոպագանդա որպես այդպիսին, որ կարելի էր սպասել, եթե իրանցնա, պիտի առավոտից իրիկում լինի, չէ, ես այնտեղ խմբագիր էի եւ որևէ խնդիր չեմ ունեցել, որ այ սա դաշնակցության գծին հակասում է, մեր գաղափարախոսությանը հակասում է, հա, դաշնակցական գործիչներ, որոնք ուրիշտեղ չէին կարող այդքան շատ հայտնվել, իրանք հայտնվում էին եթերում, բայց այդ բանի են մեղքին ամենապստլիկ բանն էր, ես չեմ ավելի շատ պրոֆեսիոնալիզմի վրա էին դնում բանը, արագ անենք, ճշմարտությունը, մի խոսքով, իսկ քարոզչությունը այսքան էր, որտեղ արդեն տեսել եմ, որ ինձ նեղում են, թողել դուրս եմ եկել, կամ վեճով, կամ առանց վեճի, հիմնականում վեճով, Գարունիում վիճել ենք Լևոն Անանյանի հետ դուրս ենք եկել, բայց քաղաքական էլ վեճ եղել, ինքը Լևոն Տեր-Պետրոսյանական էր, ինձ կասկածում էր Վազգեն Մանուկյանական լինելու մեջ, բայց պրոֆեսիոնալ բաներ էր անում, վատ, ավելացնում էր, ասենք, բամբորի առաքիչի կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի, մի խոսքով, կենտրոնում կռվել դուրս եմ եկել, ազատությունը, երբ որ ազատությունը 2008 թվին կապույտ գիրք կար, իր կանոնագրքին հակասող սկսեց եթեր դուրս գալ, ես ամբողջ օրը շան նման հաչում էի, բոլորի հետ կռվում էի, Ատոմ Մարգարյանը, որը Երևանի բաններ, ղեկավարն էր գրասենյակի, ասում էր, դու քո նյութը նորմալ արա, դու ինչ ես ուրիշների մա, ասում էի, ոչ, սա թիմա, սա մի ժամ մենք, հետո ուրիշ եթերներ էլ ունեինք, բայց մենք թիմով ենք դուրս գալիս, նույնիսկ իմ հարազատ հայրը ասում էր, բա դու չէիր Լևոն Տեր-Պետրոսյանի գովում, ասում եմ, պապա, ես Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ գովել, ես տվել եմ նյութեր, թե ինչ են ասում, նույնիսկ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի նկարը ցույց է տվել, ասել է, այս Սարագեղեցիկի նկարի տակ, չգիտեմ, ինչ Սերժ Սարգսյանին ես իմ ինչ չէի համակրում կամ բան, բայց ես փաստ եմ բերել, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը 10 տարի, ես իմ քանի տարի առաջ ընտրություններում, երբ Շամիրամին դուս եկավ որպես նախագահ, Շամիրամը գալիս էր Վանո Սիրադեղյանի հետ, ասեց Շամիրամներ Արա Գեղեցիկի հետ։ Ընդամենը անցյալը, քո ասած անցյալը լրագրողը պիտի հիշեցնի անցյալը։ Եթե դու չես հիշեցնում անցյալը, եթե դու չես հիշեցնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փակել է Ազատություն ռադիոկայանը որպես իբր դաշնակցության մյուս լրատվամիջոցների հետ, որ կոմպյուտերով ես իմ ինչով ջարդուխուրդ են արել անգամ նոր կամսագրի եւ այլն, եթե դու չես հիշեցնում, դու արդեն լրագրող չես, դու պիտի անընդհատ հիշեցնես, հիմա ոնց են հիշեցնում սոցհարթակներում Նիկոլի այսօր էս ասում, երեք լրիվ հակառակն է ասել, ազատությունը 2008-ին սկսեց դա չհիշեցնել եւ ամենագլխավորը ինչի համար, որ ես ուզում եմ այս մասին երկար խոսել, կենտրոնում, երբ ես վեճ ունեցա, հիմնականում Պետրոս Ղազարյանի հետ էի վիճում, հայտնի սոցիոլոգ են բերել, կարող եք դնել եթերում առանց կրճատելու, Ռուսաստանից
պրոֆեսոր կինա, հրաշալի սոցիոլոգ, ուսումնասիրել եմ, Պետրոսը ասեց կվարես, հետո հարցազրույց, ասացի իհարկե, ուսումնասիրել եմ, ով է, ինչ է, հարցազրույցը վարել եմ, տվել եմ քաղաքակիրթ հարցեր, որ ոչ ես ամաչեմ, ոչ այդ կինը ամաչի։ Պետրոսը ծաղկաձորումներ, թե որտեղ էր, շաբաթ օր էր, զանգեց, գնա նորից տեսագրվելու, ասում եմ ինչ է եղել։ Դու իրան չես հարցրել ամենագլխավորը, ասում եմ ինչ, դու իրան ԲՀԿ-ի նախընտրական շրջաններ ԲՀԿ-ի վարկանիշի մասին հարցրու ու իրան նախորոք ասա, որ ինքը պետք է ասի մի խոսքով։ Այսինքն հիմնականում դրա համար պիտի զրուցեի։ Հա, ասեցի Պետրոս, դու տեսել ես ինքը ով է, դու գիտես ինքը ով է։ Ես այդ հարցը որ տամ, նախ ես ինձ եմ հարգում, ես sense հարց չեմ տա, ես այդ հարցը որ տամ, ինքը վեր կկենա կգնա։ Չէ գնա տեսագրի, ասեցի չեմ գնա, ու չգնացի, այնտեղ ուրիշ թղթակցի տվեցին, գնաց, հարցազրույց արեց, էլի չէր ասել կարծեմ։ Հաստատ չէր ասել։ Պետրոսը եկավ գլուխը շոյում է, ասում է, քեզ պրոֆեսիոնալիզմի համար 2, քաջության համար 5։ Պրոֆեսիոնալիզմի մի խոսքով ես Գարունից դուրս եմ եկել, ազատությունը, որը սաղ երազում են գնալ Արմեն Դուլյանի հետ սենց արեցինք ու դուրս եկանք, կենտրոնից դուրս եմ եկել, Շանթից Դուլյանին հանեցին դուրս եմ եկել, այսինքն երկու երեխա ունենալով, ինչ է, ես չէի մտածում, որ բա ես որ աշխատանք չունենամ, եղել է Դուլյանին, որ կենտրոնից հանեցին, մենք երկուսս ես էլ քաղցկեղով արդեն հիվանդ, երկուսս էլ աշխատանք չունենք, 6 ամիս չենք ունեցել աշխատանք։ Բայց դեռ սկզբունքներ։ Մշակույթի նախարարությունից ես հենց Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց, ես բանը շարունակեց իր թիմը մի ամիս, ես դուրս եկա։ Ես գնում եմ, թիմի հետ եկել եմ, թիմի հետ գնում եմ, ինձ առաջարկել է հաջորդը։ Մեկի միջոցով ասեց, որ մամուլի քարտ Չէ, ես իմ սկզբունքներն ունեմ, ես ամեն մարդու մամուլի քարտուղար չեմ լինի, ամեն կամ ոչ կիներ հաջորդը, չէ, հիմա ընդհանրապես նախարարությունն էլ չկա։ Ասածս ինչ է, ես երկար մտածում եմ, լավ, այդ համարձակությունը, որ մենք ունեինք, հիմա ջահելներից ես չեմ ասի, որ բոլորն են տենց, չէ, լավ համարձակ ջահելներ կան, բայց տեսակարար կշիռը այդ վախն է։ Վայ առանց աշխատանքի չմնամ, վայ առանց պաշտոնի չմնամ, վայ պարգևավճար ստանամ, ինչի, ու երկար մտածելուց հետո ես մտածում, դպրոցն է, ինձ թվում է դպրոցն է, որովհետև մենք մետաղի ջարդուն էինք հավաքում հայրենիքի համար, ոմանք ծիծաղում էին, ձեռ էին առնում, բայց մենք դա անում էինք, մենք փառքի երկրորդ համաշխարհայինի փառքի սրահներ էինք ստեղծում։ Մենք այսինքն այդ արժեքը հիմա իրանք վերցրել են, Նժդեհին շպրտում են, փառքի սրահները շպրտում են, տեղը արժե համակարգ չեն դրել։ Լավ, եթե դու մերժում ես, եթե ասում ես մենք անցյալ չենք ունեցել, մենք պատմական հայրենիք չունենք, մենակ իրական հայրենիք ունենք, դու իրական հայրենիքով ինչ չես կերակրի, իրական հայրենիքը իրական էլ կա, դու պիտի դնես արժեքներ ուրիշ, դու չես դրել, մեր դպրոցի հետ ինչ-որ բան տեղի ունեցավ անկախության ժամանակ, դու քիչ տվեցիք ուսուցչին, դուք ուսուցչին քիչ հարգեցիք, ուսուցիչը Ես ուզում եմ վերադառնա, որ նոր ասում էինք, վայ Զուքարան գնում է, թե չէ, լավ թող այդ աստիճանի չվերադառնա, բայց պատկառանքը լինի։ Բայց այդ հարգանքը ուսուցիչը, տատիկս ոնց էր հարգում ուսուցչին, դպրոց չէր գնացել տատիկս, կյանքում, բանի գնացել էինք Ատամնաբուժի, բան էր, հերթի մեջ նստած էինք, իմ դասատուին տեսավ, հերթը զիջեց տատիկս։ Մեծ կնիկ, անգրագետ, այսինքն ամեն մեկն իր տեղ ուներ, ուսուցիչը պիտի արժեք մտցնի երեխայի մեջ։ Մենակ X-ը գումարած Y-ին քառակուսին իմանալով դա մարդ չի դառնա։ Պիտի արժեք մտցնես։ Ու այդ ժամանակվանից պիտի մտցնես։ Իմ ու քո երեխեքը արժեքներ ունեն, որովհետև իրանց ուսուցիչը մենք ենք եղել։ Եթե նույնիսկ չենք սովորացրել, իրանք տեսել են։ Այո։ Իսկ այն մյուսինը պիտի ուսուցիչը սովորացնի։ Ես անգրագետ տատիկի թորնիկ էի, ինձ ուսուցիչը սա սովորացրել։ Հայրենիքը ինչ է, Արևելյան Հայաստանը ինչ է։ Իմ տատիկը մեր երկիր ասելով Հունաստանն էր պատկերացնում։
Ասում էր մեր երկրում նարինջը փողոցներում, մարդիկ ուրախ երգում պարում։ Այսինքն ես դպրոցից շատ բան, դպրոցն է ինձ դարձրել էս։ Ինձ գրել սովորացրել է դպրոցը, շարադրություններ գրել ես սովորել եմ Աշխեն Հովհաննիսյանից, 3-4 դասանի հայոց լեզվի ուսուցչուհի, որ չաղ սաղ ձեռ էին առնում, բայց այնքան լավն էր, այնքան քնքուշ ձայնով էր հայերեն խոսում, նենց էր շարադրությունը, սենց հորդում էր շարադրությունը, ուսուցիչ, սկսենք ուսուցչից, ով որ հաղթի ընտրություններում, սրանք չեն հաղթելու, պիտի սկսի ուսուցչից։ Ռուզան, չնայած մեծ հաշվով խոսեցինք լրագրողի այն կարմիր գծերից, որը երբեք չես անցել եւ որի պատճառով որոշ ժամանակ էլ առանց աշխատանք ես մնացել, բայց այդ քո սկզբունքներից նաեւ գրքի հետևում կար գրված, հետաքրքիր է դա հիմա էլ ես պահում։ Լրագրողի միակ սկզբունքը համարում եմ արժանապատվության կանխավարկածը ցանկացած մարդու ներկայացնելուց առաջ նրան սիրելը, անգամ եթե նա սրիկա է։ Հա? Ցավոք սրտի, հա, ու ինչ լավ է, որ ես հիմա լրագրությամբ չեմ զբաղվում, որովհետեւ եթե ինձ ուղարկին մեկի մոտ, որը ասում է, որ ցեղասպանությունը, չգիտեմ, եկեղեցին, ես չգիտեմ, այդ մարդը ոնց կարող է նախապես սիրել, բախտս բերեց, որ հիմա լրագրությամբ չեմ զբաղվում, սիրելը հա, եւ կյանքում, եթե իմանամ որևէ իմ հրապարակում սենսացիա է, ես իմ ինչքան կլիկ ա բերելու, ես իմ ինչա լինելու, լիքը փողեր եմ ստանալու, եթե ես այդ մի բանով վնասելու եմ այդ մարդուն, չեմ անի կյանքում։ Ես ջահելների հետ շարք էի անում երկիր թերթում, CV-ներումս գրվածել չի, ես տալիս է իրանք կարդան, քաղաքական գործիչներին երբեք չեմ տվել, մինչև հրապարակելը, բայց իրանց տալիս էի, որ հանկարծ իրանց դեկանի մասին են բան ասել, բան մի հատ լավ մտածեն, էլի դուս չեմ, այսինքն այդ մի վնասիչ սկզբունքը շատ կարևոր է եղել ու ուզում եմ խորհուրդ տալ լրագրողներին, նախ եթե մարդը ստախոս է, անազնիվ է, պետք չի դառնա էլի լրագրող, որտեղ ինքը լրագրության մեջ էլ է սուտ խոսելու, ոնց որ կյանքում է մարդը, սենց ոնց որ ուղիղ գծած օրինաչափություն լինի, այդ նույն ձևի իր աշխատանքում լրագրող լինի, ինչ լինի, ու ամենակարևորը, ինչը ես ու Արմենը շատ էինք պայքարում դրա համար, եթե ստացվում էր շատ լավ, ասենք մաքուր պիտի լինի լրագրողը, նույնիսկ սկսած աշխատավարձը ամբողջովին գրանցված եւ այլն, ամեն ինչով ինքը պիտի ազնիվ ապրի ու հատկապես հիմա եմ ես զգում այդ միշտ ա եղել էս կոմպրոմատների մեթոդը միշտ աշխատել է բոլոր իշխանությունների օրոք, եթե ուզենան լրագրողին խեղճացնեն, ասելու են ամենակիչը, դու հարկերդ թաքցնում ես, դու աշխատավարձդ եւ այլն։ Ու մենք ուր գնում էինք ազատությունից հետո, ազատությունը այդ առումով շատ մաքուր էր, ասում էինք, մերը չգիտենք դուք ոնց ինչ եք անում, մերը պիտի աշխատեն։ Ուղղակի շատ քիչ կան այդպիսի լրագրողներ, էլի, լրագրողը դառնում է այն լրատվամիջոցի միկրոֆոնը որպես կանոն։ Այդ իմ ասած դպրոցն է, որովհետև ես ոնց նայում եմ իմ սերունդը, մի քիչ փուճուր սերունդը ավելի սկզբունքային է։ Ես զարմանում եմ իմ հասակակիցները, որ ես չեմ իմացել։ Օրինակ Նաիրա Զոհրաբյանը, որ այդքան արժե համակարգ ունի բարձր, ես այդ աստիճանի չեմ իմացել։ Ու լիքը մարդիկ հիմա կարող է ինչ-որ թերություններ ամեն մարդ էլ ունի, բայց այս միջուկը հայապահպանության իմ սերունդը լավ է տանում, ջահելների մեջ էլ կան, բայց իմ սերնդի մեջ այնքան շատ են, ես զարմանում եմ, կամ մնացել են ինձ ընկեր Facebook-ում մենակ իրանք չգիտեն։ Ռուզան, ու քանի որ էլի լրագրության մեջ ենք դեռ, որ նյութդ կառանձնացնես, որ նորից հիմա կստորագրեիր դրա տակ եւ ճիշտ հակառակը, որ կա մի բան, որի տակ հիմա չէիր ստորագրի։ Չէի ստորագրի չկա։ Միշտ եղել ես հավատարիմ քո սկզբունքներին։ Այդ որ ասում էի Գարուն ամսագրից դուրս եկա, այ ես հիմա հիշում եմ, որ ստորագրության համար էին կռիվում, թե իմ անունը ինչի ես թողել տակը, որ է տենց է։ Հա։
այնտեղ ավելացված էր հնարովի կարծիք, հա, բան որ առաքիչի։ Ուրիշ դեպք չեմ հիշում, իսկ լավագույնը ինքան դժվար է, ամեն տեղում մի բան լավ եղել է, կարող եմ ընդհանուր ասել, որ աշխատված նյութերն են լավ ստացվում։ Ես այնքան կուզեմ լրագրողներին նաև այդ խորհուրդ տամ, աշխատված պիտի լինի նյութը։ Այսօր սենց մի հատ արեցիր, մի բան ձայնագրեցիր, դրեցիր առանց նույնիսկ սկիզբ վերջ կտրելու, այդ արդարացնում ամենակ, եթե շատ շտապ բան է, օպերատիվ բան է, եթե շատ ինչ-որ բնական բան է, բայց աշխատված նյութը մեկ է, բնայուն է, և այնուամենայնիվ մի նյութ կուզենայի առանձնացնել դպրոցական տարիներից, երկնքից աստղ ընկավ, տատիկիս ու մեր ընտանիքի մասն էր, ես, տատիկը, պապան։ Ես հետո տատիկին շատ եմ անդրադարձել, տարբեր լրատվամիջոցներում, տարբեր տարիների, տատիկս իմ հերոսն էր, Գարունում հայկական ռետրո անունով ունեմ, Թաց քաղաքում կա, սկսվում է տատիկովս։ Այդ երկնքից աստղ ընկավ վերնագրով նյութը ինձ հայտնի դարձրեց դպրոցական։ Ես իհարկե մի քիչ ուռեցի, մի քիչ գոռոզ դարձա, վատն էի, շատ վատն էի, դրանից շատ նամակներ էին գրում, սենց դաստաներով, ես շատ վատ մարդ դարձա, փառքը փչացնում է մարդուն, ճիշտ է, այնքան ընկեր Հարությունյանը ինձ բան արեց, որ գոռոզացել ես, մեծամտածել ես, լավ էր, այդ աստղային հիվանդությունից ինձ բուժեց, հետո ես էլ չունեցա։ Այստեղ այս հրապարակում, որտեղ կանգնած էր Լենինի արձանը, սկսվեց մի բան, որը սովետական մարդիկ նախկինում երբեք չէին տեսել։ 1965 թվականի ապրիլի 24-ն էր։ Այդ օրը սովետական Հայաստան թերթն անգամ խախտեց լռությունը։ Մարտիրոս Սարյանի ստորագրությամբ առաջին անգամ սովետական մամուլում հիշատակվեց 50 տարի առաջ թուրք կառավարողները ժողովրդների աստղաբույլից պոկեցին հայկականը եւ անդունդ նետեցին։ Կան քեզ համար հիմա հեղինակություններ մեր ոլորտում։ Շատ կան, շատ։ Բայց ես հիմա որ սկսեմ թվարկել մեկին մոռանամ բադ կլինի, իսկ Բայց կա մեկում, որ ուզում ես կարդալ, ամեն օր պահանջ ես զգում, թեկուզ ոչ կարդալ, նյութերը կարդալ, շատ կան, շատ։ Ու նենց ասացվել, որ շրջապատս ոնց որ լինի դա։ Նույնիսկ մարդիկ կան, որ արդեն չեմ էլ շփվում, բայց նաև մարդիկ կան, որոնց հետ համարյա ամեն օր եմ շփվում, մի անուն կտամ Աննա Իսրայելյան, որտեղ իմ ու Արմենի համար ինքը հա։ Ու հիմա չեմ կարող ասել Աննան շատ լավ լրագրող է, դրա համար ենք դարձել լավ ընկերներ, թե լավ ընկերներ էին, դրա համար եմ փնտրում, բայց ինձ թվում է իրար հետ կապ չունեն, ինքը լավ լրագրող է ու համեն լավ ընկերներ ենք։ Հիմա ուզում եմ անդրադառնանք քո կեսին Արմեն Դուլյանին։ 6 ամիս անց գրեցիր Facebook-ում մեջբերեմ Ուղիղ 6 ամիս է ինչ Դուլյանը եթերում չի, Արմեն Դուլյանը երջանիկ լրագրող է, ինքը մինչև վերջ եթերում մնաց։ Եղել է պահ, որ, այսինքն ասացիր, որ արդեն եղել է պահ, որ առանց աշխատանքի է մնացել, ու հիշում եմ մեր նախնական զրույցին, ինչ որ հետաքրքիր համեմատություն արեցիր Հոլի հետ լրագրողին, որ լրագրողը պիտի անգործ չմնա։ Հա, հիշեցի։ Լրագրողը ես իմ քանի որ իմ մաշկի վրա եմ զգացել սկզբում Գարունը ամսագիր էր մի քանի ամիսը մեկ հազիվ հասցնում էինք տպարանը չէր հասցնում երևի մենք նյութերը կար հետո շաբաթաթերթում աշխատեցի առշաբաթաթերթում հետո ազգորաթերթում հետո ազատությունը որ ընդհանրապես ռեժիմը շատ մեծ արագության մեջ է ու ես հասկացա նույնիսկ արձակուրդ գնալուց, նույնիսկ մի քանի օր տանը մնալուց կամ թեկուզ մի օր լրիվ ֆորմայից ընկնում ես այսպես ասած ու հա հոլի նման ոնց որ պիտի անընդհատ լրագրողը պտտվի անընդհատ նույնիսկ դու որ դուռը փակում մտնում ես ներս կան երևի բանկի աշխատող կամ բան որ մտնում են տուն վերջ իրանք էլ աշխատող չեն դու չես կարող ազատվել այդ լրագրող կոչումից անհնար է դու մի բան տեսնում ես այս է թեմայա այս է նյութը լրագրողը հետա հոլի նման պիտի անընդհատ պտտվի հենց կանգնեց թրախ ոնց որ ես էլ չեմ կարող լրագրող աշխատել կանգնել եմ իսկ
Իսկ Արմենը դժվար էր տանում այս մեր վերջին օրերի այս կորուստաբեր շրջանը։ Ինքը ոնց էր տանում։ Համենայն դեպս իր նյութերում միշտ կար հումոր, սարկազմ, այդ ամենը գերակշռում էր, դրա համար իր այդ զգայուն շերտերը ես օրինակ շատ չեմ զգացել, այնպես ինչպես քեզ մոտ։ Արմենը մեծ դերասան էր։ Իզուր չի, որ ես անընդհատ գրում եմ, որ ինքը դպրոցում Համլետ է խաղացել, նույնիսկ մի անգամ աղբը թափել տվեցինք Մյունխենում, այդ ժամանակ չգիտեինք, աղբը թափեց, եկավ ինձ ու Աննային ասում է, իմիջայլոց ես Համլետ եմ խաղացել։ Այսինքն ինքը մենք այդ վեճն էլ ունեինք բանավեճը, ես ասում էի լրագրողը պիտի դերասանություն չանի, ինքը ասում էր ոչ թե շոու, ոչ թե կեղծ, ոչ թե բան, ինքը շատ դեմ էր այդ կեղծին, ինքը շատ կեղծի մասին ազնիվ նոտայի կողմնակից էր, բայց ասում էր մի քիչ համ պիտի տա, մի քիչ բան պիտի, ու ինքը վարպետորեն թաքցնում էր իր իրական էմոցիաները։ Ես հիմա փառք եմ տալիս Աստծուն, որ ես լրագրող չեմ, Facebook-ում ազատ գրում եմ ինչ ուզում եմ, իսկ ինքը ուներ այդ բանը, որ չի կարելի արդեն ինքը զսպում էր, անընդհատ անկողմնակալության բանը սարքում էր։ Չէ՞ որ ես էի վերջին տարիներին իր նյութերը ձայնագրում ու մոնտաժում, COVID-ից հետո տանից էր աշխատում, իր ամեն մի նյութի առաջին ունգնդիրը ես էի ու ես ամեն մի երակ, ամեն մի բաբախյուն իր նյութի ես զգում եմ, ես գիտեի, ես տեսնում եմ, որ ինքը ստեղ հավասարակշռել է, ինքը ստեղ տեղայնացրել է, ինքը թաքցնում է, բայց ինքը շատ ծանր էր տանում, շատ դժվար, որ մենք միասին խոսում էինք, նույնիսկ եղել է, որ իր ձայնը դողում էր, հա, ջղայնությունից, դե ինձ մոտ դերասանություն չի անի, չէր բան անում, միշտ, բայց կարող էր աշխուժ, շատ վատ տրամադրություն ունի, բայց աշխուժ, հումորով բան անում ու հետո Հենց որ ինքը պահում էր լրագրության, ինքը մինչև վերջ պահեց այդ անկողմնակալությունը, բալանսավորվածությունը եւ այլն, չնայած ես անկողմնակալ հիմա համարում եմ այն, որ երկիրը ձեռից գնում է։ Էլ ինչ անկողմնակալ։ Հենց այդ է անկողմնակալությունը, որ դու ինչ որ ձևով փորձես երկիրը պահել։ Այսինքն լրագրության մասին պատկերացումները թեքվել են, մինչև կգան լավ ժամանակներ։ Այն ժամանակ էլ էր արժևորում Արմենի նյութերը հենց այդ գրելուց, հավաքելուց, ձայնագրելուց, որտեղ հիմա անդադ կիսվում է։ Իհարկե, ես նույնիսկ չեմ կարող ասել նյութերը առաջինը սիրեցի իր ձայնը, ինքը շատ յուրահատուկ ձայն ուներ։ Ես հիշում եմ Մյունխենում առաջին անգամ, որ պիտի տուն գայինք, դե մենք 3 հոգի միասին էին վարձել տունը, ես, Արմենը, Աննա Կարապետյանը, մենք Մյունխենում միասին ենք ապրել։ Դե համար էր աղբը ինքը թափում։ Ու ինքը առաջին անգամ որ ասեց, եթե սպասես ձայնագրվեմ, ես քեզ տուն կտանեմ, ես ճանապարհը չգիտեի, ավելի ուշ է եկել Մյունխեն, ես որ չլսեցի իր ձայնը, մինչև այդ կարճալիքներով Երևանում չէր վերահեռարձակվում, ես չէի լսել, ես նոր Մյունխեն եմ գնացել, ես փշաքաղվեցի, ինքը շատ ուրիշ ձայն էր դա։ Ձայնին է սիրահարվել։ Չէ, բուտերբրոդներին, ոնց որ ինքն է ասել։ Ինքը Մյունխենում բերում էր բուտերբրոդը դնում էր սեղանից, կամ վիչինայով, կամ երշիկով, կամ նույնիսկ խավիարով ու մի բաժակ սուրճ։ Դնում էր սեղանին։ Դեռ գոլեգաներ էի կուղակի։ Հա, սուսուփուս գնում էր։ Այդ տարիներին էլ ցուրտումութ տարիներին խեղճ գոլեգաները երբեք սկի սուրճ չէին հյուրասիրում։ Խեղճերը փող չունեն, ես է չունեի, մենք սուրճ չէինք, չգիտեմ, դու այդ ժամանակ աշխատել ես 90-ականների սկզբին, այնքան մեղք էին տղաները, ես հասկանում եմ, էլի լրիվ իրանց ընտանիք են պահում, սուրճը որտեղից այդ մարդը, հա, ու հանկարծ Արմենը բերում է, բուտերբրոդը դնում, բան անում, ինչ-որ սկսեց հետաքրքրություն, ու տենց ասում է, այ ես քեզ բուտերբրոդներով խաբեցի, բայց իրականում հա, նյութերը լսում էի, հավանում էի, ինքն էլ իմը, ես որ գնացի Մյունխեն, ասում էր են քո Երևանի փողոցներից արած նյութը շատ լավն էր, ու մինչև վերջ միշտ լսում էի, ես իր նյութերը ինքը եմ։ Ո՞րն էր իր վերջին նյութը։ Թրամփի մասին, ինքը դե միջազգային հիմնականում բաներ էր անում, Սպուտնիկ Արմենիայում,
անպայման արանքներում տեղայնացնելով հնարավոր չի, ոնց կարա ինքը բերի կապի անկապելին, դա մենակ իրան էր։ Չոր համեմատություն եմ հիշում, մեկ տակ դուշնա փրկում դեպրեսիայի ժամանակ, մեկ էլ Նոբելյան մրցանակը։ Հա, ու ինքը մահվանից 2-3 օր առաջվա նյութ է Թրամփի, որ ուզում է ներգաղթյալներին Ամերիկայից տշի։ Այսօր տշել բառը շատ եմ օգտագործում։ Ռուզան, հաճախ ենք լսում մեծերից, կայացած մարդկանցից, հիմա նաև շատ հոգեբաններից, խորհրդատուներից, որ մի մեծ երազեք, մի վախեցեք, հետո որ չփոշմանեք չկատարածի համար, զգուշավոր մի եղեք։ Արմենը ուներ չկատարած երազանքներ, ուզում էր ինչ-որ կան մի բան, որ դու ափսոսում ես, որ նա չի արել։ Չէ։ Գուցե զգուշավոր է եղել, չի արել։ Արմենի մեծ երազանքը, մեծ սերը իր տղան էր։ Մենք տարբեր երեխեք ունեինք, իմ երեխեքի հայրը ինքը չի, իր տղան մայր ունի։ Ինքը հասցրեց իր ամենամեծ երազանքը կատարել։ Ինքը իր կուտակային ամբողջ կենսաթոշակը եւ այլն ուղղեց իր տղան հրաշալի կրթություն է ստացել, թե Ամերիկայում, թե Ավստրալիայում։ Ինքը միշտ ասում էր, ես իմ կյանքի գլխավոր նպատակը, իր համար կրթությունը ոսկի էր։ Ինքը միշտ ասում էր, կրթությունը, դե Հայաստանն էլ հիմա, այն ժամանակ Հայաստանը գնահատում էր կրթությունը։ Չգիտեմ, մի խոսքով ինքը ամենամեծ երազանքը էր, ինձ թվում է իրականացրեց։ Իսկ մասնագիտական արդեն չէ, արդեն ինքը հասել էր, ինքը շատ մեծ բարձունքի էր հասել ազատությունում։ Իրան Կիրակնորյա հաղորդումները դու երևի դեռ լրագրող չէիր, խանութներում միացած երթուղայիններում ամբողջ Երևանը լսում էր Արմեն Դուլյան։ Ինքը հասավ մասնագիտական եւ ասում եմ գրել եմ դու հիշեցրիք նույնիսկ որպես լրագրող ինքը մահացավ ես դա շատ մեծ բան եմ համարում որովհետեւ ես չեմ պատկերացնում ինքը մի խոսքով ես փիս բառ եմ ուզում ասել որպես բոմժ չմահացավ բայց որպես մեծերի հետ լինում է այտենց ես հասկանում եմ ես տեսել եմ Ջահուկյանին սետկայով ու մի հատ բազուկ սետկայի մեջ է ցանցի մեջ ոնց եմ ասում մի խոսքով ինքը շատ արժանապատիվ գնաց վերջին նյութը 2 օր առաջ էր արել ես տպավորված եմ շատ եղել Արմեն Դուլյանի կյանքը Զվարթնոցից արտերկիր տանող ճանապարհին գործով եւ հիմա մի փոքր հատված ուզում եմ կարդալ ինչ եմ սա կարեւորում որովհետեւ այդտեղ շարադրված մտքերը շատերն են զգացել արտագաղթի ճամփեն բռնող մարդիկ բայց չեն էլ կարողացել երևի ձևակերպել իրենց զգացմունքները այնպես ինչպես ինքն է արել ու ապրելով այդ երկբեղկված կյանքով մի կեսն այստեղ մյուսը այնտեղ կհասկանաք նաեւ որ ձեր էության այն կեսը որը մնաց Հայաստանում այն կեսը որին արդեն գրկախառնվել համբուրելու հրաժեշտ եք տվել Զվարթնոցում անձնագրային ստուգումը անցնելուց առաջ չգիտես ինչու ավելի աշխուժ հետաքրքիր ու բազմազան կյանքով է ապրում քան այն կեսը որը ճամպրուկների հետ միասին բերել է կոտար ափեր։ Ավելին հանկարծ զարմանքով կհասկանաք, որ ձեր կյանքի այս կեսը կարծես հատուկ ապրում է հանուն հայրենիքում մնացած մյուս կեսի։ Ու առօրյա գործերով տարված Ատլանտյան օվկիանոսի այս կամ այն ափին դուք իրականում միայն մի բան եք անում, անընդհատ փայտ եք լցնում հիշողությունների բուխարիկը։ Ուղղակի չէի կարող ես ինչ որ մի հատված չառանձնացնել, որովհետև չգիտեմ, այս զգացողությունը շատերը ունեն։ Դուք երբևէ արտագաղթի մասին չեք մտածել երկուսով։ Բաց դժվար օրեր եք ունեցել։ Մենք ապրել ենք դրսում։ Դա աշխատանքային գործողում էր։ Այնուամենայնիվ օտարության զգացողություն եւ շատ լավ զգալ Իհարկե ինքը ուներ այդ միանգամից հապեր, դիտողականություն ես կդնեի անունը, ինչը լրագրողի համար շատ կարևոր է, ինքը միանգամից հապեր անում կարևորը, հուզիչը, էքսպրեսիվը ու արտահայտելը։ Եվ անդրադառնանք Արմեն Դուլյանի մրցանակին,
Արմեն Դուլյանի անվան մրցանակին առաջին անգամ այս տարի ժուրնալիստների միությունը հայտարարեց, որ նման մրցանակ է սահմանում եւ դա կլինի ամենամյա եւ հայտեր չեն ընդունվում մրցանակաբաշխությանը, որովհետեւ ընտրվելու է ամենաարժանավորը իր կյանքի ուղու գնահատականով ովքեր են ընտրելու այդ արժանավորին հանձնաժողով է կազմավորվել հանձնաժողովի նախագահը լինելու է Սաթիկ Սեյրանյանը ի պաշտոն է ճիշտ ասած մյուս անդամներին թե ամբողջական կարող է չէ երևի պարզ է որտեղ ինձ ասացին պարզ է բայց երևի ճիշտ կլինի իրենց հարցնել որովհետև ես չկամ որովհետև կարծում եմ արժանավորները պիտի ընտրեն ամենաարժանավորին ես էլ համոզված եմ ոչ միայն արժանավորները այլև նրանք ովքեր Արմեն Դուլյանի սկզբունքները ընդունելի են համարում ովքեր գնահատում են Արմեն Դուլյանի վաստակը որովհետև այլ կերպ ոնց կարող ես ընտրել մրցանակակրի, եթե դու ինքդ չես ընտրողների մասին է խոսքը։ Բնականաբար։ Իսկ ում կընտրեիր դու կամ Արմենը ում կընտրեր, կարող ես ես ունեմ իմ մտքում ես ունեմ մեկին, ես իրավունք չունեմ պարտադրելու եւ գուցե, բայց արժանինքները իմ մտքում եղած մարդը ունի արժանինքներ, Արմենն էլ իրեն բավական բարձր էր գնահատում, բայց չեմ կարծում, որ այս անգամ գոնե չգիտեմ ինչպեսին պետք է լինի լավ նա նույն ձևով ինչպեսին հանձնաժողովի անդամներն են լավ լրագրող պետք է լինի որը իր կյանքի ընթացքում ոչ միայն պրոֆեսիոնալ է եղել այլև ազնիվ է եղել գոնե իր լսարանի հանդեպ չի ստել չի կեղծել Արմեն Դուլյանը ունի 10 պատվիրան լրագրողական չհաճոյանալ զրուցակցին չստել մի խոսքով 10 բոլոր չեմ հիշի եւ ովքեր ասացի գնահատում է ով արդեն ով եւ ես շատ կուզենայի որ շատ մեծ լիներ մրցանակային ֆոնդը բայց առայժմ 600,000 դրամի մասին է խոսքը եւ արցանիկի պատճենի մրցանակային մնորինակը ինձ մոտ է Ամեն դեպքում թե ինչ արագությամբ հավաքվեց ֆոնդի գումարը Ռեարմենիայի հարթակում, կարծեմ օր ու կես, թե 2 օր տևեց։ 3 օրում արցանիկի համար էր դա, իսկ մրցույթը անցկացնելու գումարը արդեն նոր դրամահավաք կանցկացվի, ես ավելացած գումարն եմ փոխանցել ժուրնալիստների միություն, արցանիկից ահագին ավելացավ ահագին չգիտեմ ինչ չափանիշներով լավ արցանիկից ավելացավ ես փոխանցել եմ ժուրնալիստների միություն բայց դա բավարար չէ ես կուզենայի որ ճոխ մրցանակաբաշխություն կարծում եմ որ թիվը այդքան կարևոր չի այս պարագայում կարևորն այն է որ մենք սա առիթ է կրկին արժևորելու մեր մի քիչ հեղինակազրկված մասնագիտությունը մեր օրերում Ես այդպես եմ կարծում, չգիտեմ։ Դա էլ է կարծիք, բայց ներողություն, եթե պարքի վճարները հասել են, չգիտեմ ինչ, աստղաբաշխական թվերի, ես հույս ունեմ, որ կգա ժամանակ, որ պարքի վճարները բոլորի համար հավասար կլինեն, իսկ Արմեն Դուլյան մրցանակի բանը, մրցանակային գումարը ամեն տարվա կլինի շատ մեծ։ Այդ դա պետք է լինի աստղաբաշխական, ոչ թե պարքիվավճարը ենել չգիտեմ ինչ աշխատանքի համար, գոնե իմանանք ինչի համար, իսկ սա գիտենք ինչի համար։ Այո, շնորհակալ եմ Ռուզան ջան անկեղծ զրույցի համար, հավատում եմ, որ մենք դեռ զրուցելու ենք ավելի լուսավոր ժամանակներում։ Դա աստված։